Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Նաեւ ուզում եմ անպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին։ Այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, ավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է եւ փարատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում եւս կարծում եմ, որ դատողություններ անելիս պետք է հիշենք մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, խաղաղության համաձայնագիր միշտ առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում եւ կամ այնքան ինչքան ես եմ տեսությունը ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, ովքեր մինչ այդ վարկյանը ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր եւ հետեւաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Մեր դեպքում եւս պարզ է, որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից եւ այստեղ ուզում եմ կարեւորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին, ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, ամենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում, իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն եւ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս այս առումով բացառություն չի, բայց կարեւոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար եւ հարաբերությունները վերջնական կարգավորելու համար